Տիկին Խամոյան, պատրաստ է Տիկին Թովմասյանը։ Շնորհակալ եմ, պարոն Պողոսյան, մենք այստեղ իմացանք, որ քննչական կոմիտեն հրաժարվել է ամենամյա վերապատրաստումներից։ Ես անկեղծ ասած շատ չզարմացա, ենթադրում եմ հիմա մեր քննիչները Netflix-ի սերիալներով են վերապատրաստվում, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, երբ որ ձեր քթի տակից կես միլիոն դոլարից ավել գումար հափշտակվեց եւ հափշտակողը ով էր, կազմակերպիչը ով էր, քննչական կոմիտեի հանցավորության դեմ պայքարի վարչություններից մեկի պետը։ Պարոն Պողոսյան, սրան ոչ միայն չհետևեց քաղաքական պատասխանատվություն, դուք ոչ միայն հրաժարական չտվեցիք այս աղմկահարույց դեպքից հետո, դուք դրանից հետո հաջորդ օրը հանրային հեռուստաընկերության եթերում հրաժարական տալու փոխարեն ձեր գործընկերների, ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների աշխատանքը բացահայտման դափնիները սեփականաշնորհեցիք։ Հիմա բուն գործի մասով։ Դրանից հետո մեր հանրության շրջանում եւ դրանից առաջ էլ շատ լուրջ կասկածներ են։ Ավելի են ամրացել այդ կասկածները, որ փաստորեն այն իրեղեն ապացույցը, այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, հատիկ վերադարձնում են, գալիս հասնում է ձեր սեյֆ, հետո այդ սեյֆից կորում է հատիկ։ Դրա տրամաբանության շրջանակներում ես ձեզ հարցում եմ ուղարկում, որ հանրային հաշվետվողականության եւ վերահսկողության տեսանկյունից կարևոր եմ համարում տեսնել օրինակ, թե մեկ այլ շատ ավելի կարևոր իրեղեն ապացույց, խոսքը 1 տոննա կոկաինի մասին է, գալ եւ տեսնել, բնականաբար ձեզ հարմար ցանկացած օր եւ ժամ, տեսնել արդյոք թե այդ իրեղեն ապացույցը տեղում է, թե օրինակ ինչ որ մի հատ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է այդ թմրանյութը եւ դուք հրաժարվել եք կազմակերպել այդ իրավիճակը։ Հիմա ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ազգային ժողովի падգամավոր, ձեզ մեկ այլ առաջարկություն եմ անում տեսախցիկների առջև։ Առաջարկեք որևէ այլընտրանքային մեխանիզմ այդ կասկածները սպառելու համար։ Սա մեկ։ Հարց 2։ Պարոն Պողոսյան, այդ դեպքից անցել է 2 տարի։ Ինչու գործը չեք ուղարկում դատարան։ Ինչի եք սպասում։ Ես գիտեմ պատասխանը դուք ինչի եք սպասում։ Դուք սպասում եք, որ նոյեմբերին ժամկետը լռանա եւ այդ գործը կարճվի։ Դուք հիմա կարող եք ասել, դրանք ձեր ենթադրություններն են։ Կարող եք այդպես մտածել, բայց ես ունեմ տեղեկություններ, որ այդ գործի շրջանակներում հետախուզվող անձանցից մեկը միջնորդություններ է ներկայացրել, որ իր հետախուզումը հանվի եւ ինքը գա ամբողջ ճշմարտությունը գործի մասին պատմի եւ մեր պատկան մարմինները բնականաբար չեն ընդառաջել այդ միջնորդություններին, որոնք տարբեր խողովակներով դուք ստացել եք։ Ինչու գործը չեք ուղարկում դատարան, հարցերի ամփոփում, ինչու գործը չեք ուղարկում դատարան եւ առաջարկեք այլընտրանքային որևէ մեխանիզմ, դա կլինի իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ, ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ, լրատվամիջոցների մասնակցությամբ, տեսնելու թե արդյոք 270 միլիոն դոլար արժողությամբ այդ բեռը իր տեղում է թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Խամոյան։ Իհարկե ձեր հարցադրումը նաև որոշակի, այսպես ասած, սարկազմ էր պարունակում, ըստ իս, բայց կխնդրեմ իմ պատասխաններին, քանի որ ես մասնագիտությամբ իրավաբան եմ, կխնդրեմ իմ պատասխաններին ուշադիր լինել, որովհետև այն ինչ ես հնչեցրել եմ հանրայինի եթերում, եւս մեկ անգամ պատասխանում եմ։ Ուրեմն նախ առաջին գողության հետ կապված, որը որ դուք մատնանշեցիք, որ իմ քթի տակից, չգիտեմ քթի տակից ասելով ինչ եք հասկանում, բայց կրկնեմ, քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը տեղակայված է ՊԵԿ-ի վարչական շենքում։
Սա մեկ։ Հաջորդը քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում տեղի ունեցած հանցագործության դեպքը, եթե կարիք կա պարզաբանեմ, թե ինչ է նշանակում հանցագործության դեպքը, որը որ ես մատնանշել եմ, որ մենք ենք բացահայտել, դա իրավաբանները կհասկանան։ Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն, որի կապակցությամբ տեղի է ունենում քրեական դատավարական ընթացակարգեր։ Հանցագործության դեպքը, նորից եմ նշում, բացահայտվել է մեր կողմից, այսինքն հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել գույքագրման արդյունքում հայտնաբերել ենք անմիջապես ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում։ Եթե սա համարում եք, որ սխալ տեղեկատվություն է, խնդրեմ, եթե հարցը տվել եք, մինչև վերջ լսեք։ Հաջորդը հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը, ուշադիր լսեք իմ բառերը, խնդրում եմ, քննիչի ոչ թե վարչության պետի, այլ վարչության պետի պաշտոնակատարի առնչությունը դեպքին, այլ խոսքով ասած, անձի ինքնությունը բացահայտվել է քննչական կոմիտեի գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա։ Սա բացահայտում է հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը։ Ես դափնիներ չեմ ուզում։ Հանցագործության դեպքը բացահայտվել է մեկ մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցակատարած անձանցից մեկը, պաշտոնատար անձը բացահայտվել է եւ կծիկը դրանից հետո բացահայտվել է։ Հիմա սա ամենևին չի նշանակում, որ ես որպես պաշտոնատար անձ իրավասու եմ, թե բարոյապես, թե այլ ձևաչափով նսեմացնեմ մեր իրավապահ մարմինների կատարած աշխատանքը։ Հսկայածավալ աշխատանք են կատարել մեր իրավապահ մարմինները հանցանք կատարած մյուս մասնակցի ինքնությունը բացահայտելու եւ իրեղեն ապացույցներով հետ մեկտեղ այս անձին բերման ենթարկելու ուղղությամբ։ Այսինքն սա ստեղ դեպքի հետ կապված իմ ու քո չկա։ Մենք համատեղ ուժերով արդյունքն է կարևոր։ Հիմա դուք արհեստականորեն փորձում եք ինչ-որ խնդիր ստեղծել, խնդիր գտնել մի վայրում, որտեղ այդ խնդիրը չկա։ Հաջորդ հարցի հետ կապված։ Ինչ վերաբերվում է հրաժարականին։ Հիմա ես նշեմ, Տիկին Խամբոյան, ասես գաղտնիք բացեմ, իհարկե ոչ թույլատրելիության սահմաններում։ Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնավարումից հետո այլ դեպքեր էլ է բացահայտել, որոնց մասին դուք տեղյակ չեք։ Ես ինքս հաղորդում եմ ներկայացրել տարբեր դեպքերով, առաջիկայում հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին կհայտնի։ Այնց որ մենք ամենօրյա մեր աշխատանքի արդյունքում, հենց իմ հետևողականության արդյունքում ոչ միայն նման բնույթի դեպքեր, մենք առաջիկայում դրա մասին հույս ունեմ հակակոռուպցիոն կոմիտեն կհայտնի, հաղորդում ենք ներկայացրել, դրա մասին դուք տեղյակ չեք։ Ու 1-2 հաղորդումներ չի։ Այսինքն այս մասով այսքանը ես իմ լիազորությունները այդ մասով պատշաճ իրականացրել եմ, որպեսզի հաջորդ հարցը չտակ, իրեղեն ապացույցի տնօրինման հետ կապված այդ հարցով եմ հետևողականություն ցուցաբերել եւ դրա մասին հանրայինի եթերում ասել եմ։ Սրանից ավել ասելիք, ես չգիտեմ, միգուցե այստեղ այն կարևոր էր այն վերջի շեշտադրումը, որ ինչի հրաժարական չեք տվել։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Լսեք մինչև վերջ, խնդրում եմ։ Իրեղեն ապացույցների թմրամիջոցի տեսնելու հետ կապված։ Օրենքը, որպեսի քրեական վարույթով նախաքննության փուլում գտնվող իրեղեն ապացույցին ծանոթանաք կամ տեսնեք, ընթացակարգեր գոյություն ունեն։ Նախ դատավարության մասնավոր մասնակիցներ կարող են կամ որպեսզի դուք չեք հանդիսանում դատավարության մասնավոր մասնակից։ Դուք այդ գործով որևիցե կողմ չեք։ Դա փաստ է։ Հիմա գրությունը հասցեագրում ազգային ժողովի падգամավորը ասում է, ուզում եմ ես ձեր նախընտրած վայրում, ժամին գնամ իրեղեն ապացույցը տեսնեմ։ Դա դուք ո՞նց եք պատկերացնում։
Ես, չես, դուք սովորական եք պատկերացնում, ես դա դիտում եմ որպես նախ առաջին։ Պետք է հասկանամ, դա միջնորդություն է իհարկե, միջնորդություն ներկայացրել է միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող անձը թե ոչ, հաջորդը այդ միջնորդությունը բավարարման ենթակա է թե ոչ, այսինքն որևիցե իրավապայմաններին ձեր ցանկությունը մեծ ցանկության դեպքում Տիկին Խամոյան չեմ կարող բավարարել, շատ մեծ ցանկության դեպքում, ավելին քրեական վարույթը, երբ որ հրապարակային դատաքննության ընթացքում հրապարակային, եթե քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվի դատարան, հրապարակային դատաքննության ժամանակ այնտեղ դուք կարող եք ականատես լինել, որովհետև հրապարակային է լինելու այդ ամեն ինչը եւ նաեւ վստահ եմ կողմերը ցանկություն կունենան նաեւ հետազոտվի իրեղեն ապացույցները այդ պայմաններում արդեն վարույթն իրականացնող մարմինը կլինի դատարանը եւ դատարանը կքննարկի ձեր միջնորդությունը, որովհետեւ արդեն տեղ նախաքննության փուլում գտնվող վարույթ չկա, միջդատական վարույթը ավարտված է լինելու, այսինքն նախաքննական գաղտնիք եւ այլն, այդ խնդիրները չեն լինելու այդ փուլում։ Եվ գործը նախորդ անգամ դուք նույն հարցադրումը կատարեցիք Տիկին Խամոյան, ես ձեզ նշեցի, որ առաջիկայում առնվազն դուք գիտեք քրեական դատավարության ընթացակարգերը, որ վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարում, կազմում է մեղադրական եզրակացություն եւ ուղարկում է դատախազի հաստատմանը։ Ես ձեզ վստահեցրեցի, որ գործը առաջիկայում կուղարկենք այս ձևաչափով հսկող դատախազի հաստատմանը։ Մենք սպասում ենք Տիկին Խամոյան, որոշակի գործողություններ կան, որոնք որ ըստ իս անհրաժեշտ է կատարել, որը նշեմ, որ քրեական վարույթի ելքի համար չունեն կանխորոշող նշանակություն, բայց եւս հավելյալ այլ փաստական տվյալներ ստացել ենք։ Եվ ամենայն հավանականությամբ առաջիկայում կուղարկվի դատարան։ Հույս ունեմ ձեր հարցերին եւ ենթահարցերին, այդ թվում ենթատեքստերով հարցերին ամբողջությամբ պատասխանեցի։ Արձագանքում եք, Տիկին Խամոյան։ Բնաբար։ Բայց բացահայտվել էր, չէ՞ դեպքը։ Թե անտեսում Պարոն Պողոսյան, որոշակի գործողությունները որոնք են 2 տարի անցել։ Ես ձեզ կոնկրետ օրինակ եմ բերում։ Ասում եմ մարդը գտնվում է հետախուզման մեջ։ Դիմել է, որ իր հետախուզումը հանեն, գա ցուցմունքները տա, բայց դուք այսօր ու վաղ եք անում պատկան մարմինները։ Դուք գիտեք ինչ եք անելու այդ իրեղեն արտահանել ապացույցը։ կտակ հանրության հետ։ Ժամկետը ավարտվելու է, ժամկետը ավարտվելու է, գործը կարճվելու է, այդ պարկերի մեջ ալյուր եք լցնելու, մի հատ Instagram-ի համար այրման սիրելի, այրելու գեղեցիկ ռիլեքս ստանալու եւ այդ ամեն ինչը դրանով փակվելու, գնալու է եւ որևէ մեկը չի իմանալու ինչ ա եղել։ Պարոն Պողոսյան, ես ձեզ որ հրաժարականի մասին էի հարցնում, դա ռետորական էր։ Դուք հրաժարական եք տալու այն օրը, երբ որ ձեր հեռախոսին SMS ստանաք։ Դա ռետորական էր։ Հաջորդը հանցագործության մասով։ Ես անկեղծ եմ ասում, բայց չգիտեի, որ նախագահողի իրավունքով էլի, քանի որ հրապարակային տվեցիք, էլի, անձի մասն է խոսեցիք, անունը չտվեցիք, գուցե անունը տա, գուցե իրենք գիտեն անունը, չէ, բայց մենք էլ իրավունք ունենք իմանալու հանրությունն էլ, էլի։ Ես հիշում եմ, դուք լրագրող ժամանակ զանգում եք, ասում եք հանրությունն էլ իրավունք ունի իմանալու։ նախաքննական գաղտնիք է, ինչպես պարոն Պողոսյանն է հուշում։ Չեք ասի, Հանցագործության մասով։ Ես անկեղծ եմ ասում, չգիտեմ, այս դալիճում որևէ մեկը կփաստի, որ փաստորեն հանցագործության մասին հաղորդում տալը ձեր ձևակերպումներով ստացվում է, որ հանցագործության բացահայտում է։ Խոնարհվում ենք ձեր առաջ, պարոն Պողոսյան, որ հաղորդում եք տվել։ Խոնարհվում ենք ձեր առաջ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ հաղորդում եք տվել։ Հիմա, որ այդքան լավ բացահայտող եք, բայց ձեր քննիչներին անգամ Հոլիվուդի սցենարիստները նախանձեն։ Այս տղային ճանաչում եք։ Տեսողությունս մի քիչ լավ չի, մի քիչ մոտ եք բերեք տեսնեմ, չեմ 22 տարեկան Պարքևն է պարոն Պողոսյան, որին էջ միացնում դաժանաբար ծեծել են ցեխաջրի պատճառով տեսախցիկների առջև, եւ երբ որ այս տղան 13 օր գտնվել է կոմայի մեջ, ձեր քննիչները այս տղայի մորը, տատիկներին, պապիկներին, հորքուրին, հարսներին, տալներին հրավիրել են հարցաքննության եւ
ընտանեկան դրությունների մասին ինչ որ հարցադրումներ են տվել։ Օրինակ, այս տղայի մորը հարցրել են, թե ինչ հարաբերություններ ունես քո հարսի հետ։ Այս ոչինչ, կարող է կես դրույքով էլ ընտանեկան հոգեբաններ են աշխատում մեր քննիչները, բայց նաև ուղղորդել են ընտանիքի անդամներին, դուք չգիտեք ովքեր են այս ինչի տղաները, որոնք որ ծեծել են ձեր տղային։ Դա քննիչի, պրոֆեսիոնալ քննիչի գործելավոճ է։ Այսինքն քննիչը իր աշխատանքը իրականացնելու փոխարեն 13 օր գործ անելու փոխարեն այս տղայի մորը ուղղորդում է դեպի սպանություն կատարողի ընտանիք։ Հիմա հաջորդ նկարն եմ ցույց տալիս, որ դուք հասկանաք, թե ինչի է մեր քննչականի վիճակը այսօրի։ Էս ի՞նչ է, պարոն Պողոսյան։ Այս քննիչները զինվորներ են, թե ոստիկաններ են։ Այս շարահրապարակում իրանց շարեն։ Որ ցես չես տա։ Իդեպ Արմավիրի քննիչներն են։ Դեռ չես տեն տալի։ Հա, լավ, չեն տալիս։ Չէ, դեռ չես տեն տալի, չի ապատեղեկատվություն Բայց տարածում։ ինչ եք շարի քննիչ։ Դուք չես տալը տարբերում եք, որն է։ Պարոն Պողոսյան, ես շատ բան եմ տարբերում։ Ես ասում եմ դուք շարել եք, որ Դին Խամոյան ամփոփեք։ Պատասխանը։ Հարցը, մի րոպե, հարցս ձևակերպեմ։ Պարոն Պողոսյան, քննիչները ոչ ոստիկան են, ոչ էլ զինվոր են, եւ ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսել, որ որևէ քննչականի պետ քննիչներին շարի, որ չգիտեմ, զեկույց տան այս ֆորմատով շարահրապարակում, ես նման բան անկեղծ եմ ասում, չեմ տեսել։ Այն վատ նախկին անգամ իշխանությունների օրոքետ։ Ես կարծում եմ, որ ներողություն եմ խնդրում, բայց դուք ձեր քննությունը քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում տապալել եք։ Շնորհակալ եմ։ Պարոն Պողոսյան, թելը բացահայտել եք, բա որ չբացահայտեիք, ինչ եք անելու, էլի։ Չէ՞։ Հələ բան դեպքը բացահայտվել է, բա որ չբացահայտվեիք, ինչ եք նել։ Շատ բարի։ Տիկին Խնդրեմ, Խամոյան։ Ձեր վերջի գնահատականը լավագույն ցուցիչն է, ձեր վերջի գնահատականը, որ իրականում ես պատշաճ եմ իրականացնում իմ լիազորությունները։ Ձեր հենց վերջի գնահատականը, սա մեկ։ Եվ երկրորդ։ Դուք նախ ապատեղեկատվություն եք տարածում կոնկրետ դեպքի հետ կապված, խեղաթյուրում եք իրականությունը։ Կոնկրետ Արմավիրի դեպքի հետ կապված։ Դուք ինչե վերջ լսեք։ Նախ տեղեկացնեմ, որ այդ քրեական վարույթը տեղափոխվել է կենտրոնական ստորաբաժանում ՀԿԳ քննության գլխավոր վարչություն։ Երկրորդ, դուք նշում եք, որ քննիչը հարցաքննել է հարազատներին, ձեր բառերով եմ ասում, ուղղորդել է, որ ցուցմունքներ տան ենթադրում եմ հանցանք կատարած անձանց վերաբերյալ։ Տիկին Խամոյան, ի գիտություն ձեզ յուրաքանչյուր քրեական վարույթով, երբ որ տեղի ունենում հանցագործության դեպք, որը որ դուք այդպես էլ իմ կարծիքով չընկալեցիք, թե ինչ է հանցագործության դեպքը։ Ես օրենքով բացատրեցի։ Դուք նշում եք, որ հարցեր ա տավել։ Բայց քննիչը չպարզի յուրաքանչյուր հանցագործության դեպքով շարժառիթը, անձանց միջև փոխհարաբերությունը, թշնամական հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը։ Բայց քննիչը էլ ինչ հարցեր տա։ Ձեր մտահոգությունը որն էր, որ այդ հարցերը չտա քննիչներին, ասենք թե օրինակ այս հանգամանքները, դա օրենքով պարզաբանման ենթակա հանգամանք է, օրենքով պարզման ենթակա հանգամանք է, շարժառիթը, պարտադիր։ Դա Տիկին Խամոյանին դուր կգա, թե դուր չի գա, քննիչի պարտականությունն է, որպեսզի պարզի շարժառիթը, այդ թվում իմ կողմից մատնանշված հանգամանքները, սա մեկ։ Այս մասով այսքանը եւ դրանով ունենք նաեւ կարգավիճակ ունեցող անձինք, այսքանը, ես այդ գործով ճիշտ ասած ձեր մտահոգությունը առնվազն չհասկացա, իսկ լուսանկարը ինձ ցույց տալը քննչական կոմիտեի նախագահին, որ դուք ցույց եք տալի դուժողի նկար, ասենք դուք ինչ եք ակնկալում, օրինակ պետք է բոլոր դուժողներին նկարներով ճանաչեմ։ Չէ, ինչի եք այդ լուսանկարը բերում։ Ես հասկանում եմ, որ դուք հիմա ասենց ուզեցաք ասենց ինչ որ, չգիտեմ, այդ հարցադրումը նստակ, որ ինչ որ
շոուի վերածվի, բայց ես այդ նկարը ինչ պետք է ասեր ինձ, էլի, որ այդ նկարը ինձ ցույց տվեցիք Տիկին Խամոյան։ Հաջորդը, ձեզ մտահոգել է, որ Չէ, դուք լուսանկար եք ցույց տալ ինձ հարց եք տալի, ասում եք ճանաչում եք, թե ոչ։ Ես ասում եմ, եթե մի գործողություն անում են կամ հարց տալիս են, դա իմաստ պետք է ունենա, չէ՞։ Հիմա ես չհասկացա իմաստը որն էր քննչական կոմիտեի նախագահին տես նկարը ցույց տալ եւ ասել ճանաչում եք թե ոչ։ Լավ, ինչևից է։ Ինչ վերաբերում է ձեր վերջի մտահոգությանը։ Այո, նախ նշեմ, դուք դարձյալ ապատեղեկատվություն տարածեցիք, որ ինձ պատվի են առնում։ Սա մեկ։ Երկրորդը, քննչական կոմիտե, դուք երևի ուշադիր չեք։ Նախկինում ուշադիր չեք։ Դուք կենտրոնացել եք մենակ քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի վրա։ Դուք շատ sense մի քիչ երկար հետ գնացեք եւ նույն պատկերների ականատես կլինեք։ Սա ոչ թե ասում եմ, որ ես ուզում եմ արդարանամ, սա ես ուզում եմ ձեզ ի գիտություն հայտնեմ, որ սա նորմալ է։ Երբ որ ես այցելում եմ, մարզային այցելություններ եմ կատարում եւ քննիչներին մեկ առ մեկ բարևում եմ, մեկ առ մեկ։ Դուք վիդեոն նայեք, տեսագրությունը նայեք եւ կտեսնեք, որ մեկ առ մեկ բարևում եմ։ Հետևաբար սա տարական հարգանքի նշան է կոմիտեի նախագահի նկատմամբ։ Ավելին, դուք տեղյակ եք, որ նաեւ քննչական կոմիտեում կան եւ արկա են զինվորական ծառայություն իրականացնող քննիչներ։ Դուք տեղյակ եք, տեղյակ չեք։ Չէ, դուք որը տեղյակ եք, իսկ թվում է բայց դուք տեղյակ չեք եւ հետեւաբար այս հարցը համարում եմ սպառված։ Տիկին Խամոյան, շնորհակալ եմ։ Այլ հարցեր։ Շնորհակալություն Տիկին Խամոյան, չգիտեմ, պարզապես անձնական նկարներ ցույց տալը մեր հանձնաժողովի պրակտիկայում առաջի անգամ է առանց անձի կամ նրա հարազատների համաձայնության։ Ես կխնդրեի, որպեսզի ես կներեք, Տիկին Խամոյան, ես կխնդրեի, որպեսզի նաև լրատվամիջոցները այս նյութը տարածելիս նաև հարգանքով վերաբերեին յուրաքանչյուր անձի անձնական տվյալներին։ Մեզ դա չի վերաբերում, մենք հանրային պաշտոնյաներ ենք, մեր վերաբերյալ համաձայնություն ի սկզբանե տվել ենք, որ մեր համար դաշտը անձնականի ավելի փոքր է, հանրայինը ավելի մեծ է, բայց այդ անձանց պարագայում նույնը չի։ Նույնը վերաբերում է նաև պարոն Պողոսյանի պարագայում իհարկե ավելի մեծ է այդ հանրայինությունը եւ անձնականը ավելի փոքր, բայց մյուս քննիչների համար կներեք Կարմավիրի մարզի։ Իրենց համար է, գիտեք, նրանք չեն բանվազանվել կամ չեն պատրաստվել նրանց նկարները ցուցադրելու այս կամ այն հարթակում։ Բայց մի հանգամանքի մոռացա նշեմ, Տիկին Խամոյանը նշեց, թե ինչ գործողություններ եք ուզում կատարել, մոռացա նշեմ այդ մասին։ Ես չեմ պատրաստվում ձեզ բացահայտեմ, թե մենք ինչ գործողություններ ենք կատարելու։ Այն գործով, որ պատրաստվում էինք ուղարկել դատարան, դուք նշեցիք, այ ինչ գործողություններ եք ուզում կատարել։ Թմրամիջոցի հետ կապված գործով։ Ես նշեցի, որ մենք չենք պատրաստվում հայտնենք հրապարակային ձևով, թե վարույթն իրականացնող մարմինը ինչ գործողություններ է պատրաստվում կատարի, օրենքով արգելված է։ Իսկ ձեր վարկածը ընդհանրապես ձեր չեմ ուզում ասել վառ երևակայություն կներեք, բայց ձեր երևակայությունն է։ Շատ բարի, դեռ ժամանակ ունենք